Որքան ենք երջանկանում, երբ փոքրիկը թոթովում է իր առաջին բառը, հետո առաջին նախադասությունը։ Այս երգչու առաջին թոթովանքը նման էր երգի, իսկ հետո նա իսկապես սկսեց երգել 3 տարեկանից, բեմից։ Ողջուն ենք փոքրիկ երգչուհուն, Սյուզի Ադամյան, 7 տարեկան, վարդագույն վարդը, երաժշտությունը Լևոն Սյուրմալյանի։ Սյուզի Ադամյան։ Ադամյան և Մարինա նորաձևության կենտրոն։ Իսկ այս փոքրիկին, որը հիմա բեմ կելնի, աշտարակյան հանդիսատեսը սիրեց մի անգամից, առաջին իսկ կատարումից, Ռասիյսկայա զվիզդա մրցույթի մրցանակակիր Սյուզի Ադամյան, 7 տարեկան։ Սյուզի Ադամյան, երկնային փերի, հեղինակ Զարա Մարկոսյան։
Այս փոքրիկի համար երկն է հեքիաթ, թե հեքիաթներում է փնտրում իր երկը, շատ դժվար է ասել։ Քանի որ նա անրջում է վաղմանկուց եւ միայն երգի լեզվով։ Ողջունենք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժնի առաջին դասարանի աշակերտուհի Սյուզան Ադամյան, հեքիաթային անուրջներ, խոսք եւ երաժշտությունը Վահան Օհանյանի։ Ողջունեք Սյուզի Ադամյան եւ Gold Stars պարային համույթ։
Սյուզի Ադամյան եւ Gold Star սպարային համույթ։ Կհամաձայնեք ինձ հետ, որ անչափ տաղանդավոր են մեր փոքրիկները։ Եվ այդ գեղեցիկ ծաղիկներից ընտրել լավագույններին հավատացեք մեզ համար սարսափելի դժվար գործ էր։ Այդուհանդերձ ողջունեք Սյուզի Ադամյան։ Հեքիաթային անուրջների փոխարեն այսօր նա կխորհի մեծավարի պանդխտության թեմայով։ Իդեպ այս երգի համար Էրեբունի Երևան տոնակատարության ժամանակ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի կողմից Սյուզին արժանացավ ամենակրտսեր հեղինակ կատարողը մրցանակին։ Սյուզի Ադամյան։ Մնացի օտար աշխարհում ու թափառական